Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը։ Այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը Բայրամովը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է եւ բաց է հանրության համար։ Ադրբեջանի իշխանությունները սակայն շարունակում են նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ։ Բայրամովի ձևակերպմամբ, իբրև թե Հայաստանի սահմանադրության մեջ Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ Դրանք ըստ ադրբեջանցի պաշտոնյայի պետք է հեռացվեն։ Դրանից հետո միայն ըստ Բայրամովի Բաքուն կստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի սահմանադրությունից։ Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում եւ դա փաստ է։ Առաջարկները քննարկվել են մինչեւ տարվա վերջ կհրապարակի։ Բայրամովը հայտնել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման եւ սահմանագծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ըստ նրա, համապատասխան հանձնաժողովները աշխատանքները շարունակում են կանոնավոր կերպով։ Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ, գործընթացը կիրականացվի, էքսկլավային գյուղերի հարցերին լուծումներ կգտնվեն։ Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների, էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել։ Ոչ, մենք պետքա գնանք եւ այդ հարցին լուծում տանք, ինչպիսին կլինեն լուծումները, այդ արդեն քննարկման հարց է։ Տարբերակներից մեկը օրինակ այդ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում են կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում են փոփոխություններ։ Ըստ Փաշինյանի, Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզներում Արցվաշենը որպես անկլավ արձանագրված է։ Սա շատ կարևոր նրբություն է եւ կարծում եմ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք։ Փաշինյանի ձևակերպմամբ պետք է առաջնորդվել ոչ թե այն տրամաբանությամբ, որ տարածքը մնա այն երկրի վերահսկողության տակ, որտեղ հայտնվել է, այլ պետք է առաջնորդվել խաղաղության համաձայնագրով, համաձայն Խորհրդային Միության վերջին քարտեզների։ Մենք էլ ունենք նման իրավիճակ, երբ որ դեպի մեր բնակավայրեր գնացող ճանապարհը անցնում է Խորհրդային Միության անկլավային տարածքի միջով, իրանք էլ ունեն նման իրավիճակ, որ եթե որ իրանց գյուղեր տանող, ընդ որում մի քանի 4-5 գյուղ տանող ճանապարհը անցնում է Հայաստանի այդպիսի տարածքով։ Ադրբեջանցի պաշտոնյան այս անգամ էլ Թրիփի ուղի կամ Սյունիքով անցնող հնարավոր կառուցվելիք ճանապարհի փոխարեն կիրառել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք խոսույթը։ Ադրբեջանական կողմին տեղեկացրել են, թե աշխատանքներ են իրականացվում այդ ճանապարհային եւ երթուղային նախագծի վրա, որն ըստ Բայրամովի անցնում է Հայաստանով։ Այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, սակայն Թրիփի մուտքի եւ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում, հետեւաբար մեր ամերիկացի գործընկերները մեզ տեղյակ են պահում։ Մեզ ասել են, որ գործընթացը շարունակվում է, փաստաթղթերի պատրաստման փուլն այժմ ընթացքի մեջ է։ Փաշինյանի կանխատեսմամբ Թրիփը կյանքի կկոչվի եւ ըստ նրա այս տարվա աշնանը կլինեն գործնական քայլեր։ Դիտարկմանը, որ Հայաստանում Իրանի դեսպանը կրկին խոսել է Թրիփի իրագործման դեպքում Իրանի համար հնարավոր ռիսկերի մասին, Փաշինյանն արձագանքեց հայտնելով, թե պետք է հստակ ձևակերպել մտահոգությունը։ Փաշինյանի խոսքով Թրամփի ուղի նախագիծը շահեկան է լինելու նաև հարևան Իրանի համար։ Ըստ Փաշինյանի, Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։